Իսրայելը մշակում է լազերային այնպիսի զենք, որը հնարավորություն կտա տիեզերքից հարվածներ հասցնել երկրի մակերևույթին։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրենք այժմ ոլորտի լավագույն մասնագետներին են ներգրավում այս առաջադրանքը կյանքի կոչելու համար, ինչին հասնելու դեպքում դառնալու են սպառազինության այս ճյուղում առաջատար պետությունը ողջ աշխարհում։ Եթե կարողանան ստեղծել այդ զենքը, այն ըստ Իսրայել կացի մեծ առավելություն կտա Իսրայելին զսպման, հարձակման, հակառակորդի տարատեսակ թիրախներ ոչնչացնելու և մնացած բոլոր ասպեկտներում։ Իսրայելական Jerusalem Post-ը նշում է. Իսրայելն արդեն իսկ առաջատար է լազերային սպառազինության ոլորտում, ինչի վկայությունը երկաթե ճառագայթ անունը ստացած լազերային զենքն է մշակված Իսրայելի պաշտպանության բանակի և Ռաֆայել ռազմարդյունաբերական ընկերության կողմից։ Իսրայելական հակահրթիռային պաշտպանության այս համակարգը նախատեսված է մինչև 10 կիլոմետր հեռավորության վրա հրթիռներ, ռազմական ինքնաթիռներ և անօդաչուներ որսալու ու ոչնչացնելու համար։ Այս զինատեսակը նախորդ տարվա վերջից արդեն դարձել է իսրայելական բանակի սպառազինության մաս։ Jerusalem Post-ի տեղեկություններով Իսրայելն այժմ նաև այնպիսի լազեր է մշակում, որը հնարավոր կլինի ինտեգրել ռազմական ինքնաթիռներին, որպեսզի դրանք հարձակողական գործողությունների ժամանակ կարողանան հրթիռայինից բացի նաև լազերային հարվածներ հասցնել թիրախներին։